Հարգելի աշակերտներ, քույզի միջոցով փորձենք պարզել ձեր նախնական գիտելիքները, փորձեք մտնել խումբ, ուշադրություն, 3 րոպե ժամանակ եմ տալիս, որ կարողանաք լրացնել ամբողջը, խնդրում եմ ուշադիր լրացնեք։ Ահա, այս անգամ պատկերը այլ է, ու շատ լավ է, որ այլ է։ Խնդրում եմ ուշադիր եղեք, որ ճիշտ լրացնեք։ Քանի որ խաղի համար նախատեսված է 3 րոպե, 1 րոպեն անցել է, խնդրում եմ ուշադիր եղեք, արագ Սա նախնական հարցում է, Մարիամ ջան, ոչ մի հարց մի տվեք, ոնց պատկերացնում եք, նախնական գիտելիքներն եմ ստուգում, ոնց պատկերացնում եք, այդպես գրեմ, դասի ընթացքում նոր պատասխանում մյուս հարցերին։ Ստացվում է բոլորիդ մոտ, ուշադիր լրացնելով անցեք առաջ։ Սիրելի աշակերտներ, ցուցանիշը դուք տեսաք, առաջի տեղը զբաղեցրել էր Ալեքսը, հետո Գարիկը և Սուրենը ոնց որ։ Երկրորդը դուք եք, հետո նոր Գարիկն էր։ Լավ, ընդհանուր ցուցանիշը այստեղ նույնպես գրված է, կարող եք սրանով էլ տեսնեք, դժվարություն ունեցաք թեստը լրացնելու հետ կապված։ Եթե մենք այստեղ քանի որ նախնական գիտելիքի գնահատում էինք կատարում, դրա համար մեզ անհրաժեշտություն էր, որ հասկանայինք ինչ գիտեք այս նոր թեմայի մասով։ Ինչն է որ չգիտեք, թեման ուսումնասիրելու ժամանակ արդեն կիմանաք։ Հիմա անցնենք Սահիկին և սկսենք Սահիկով աշխատել։ Ինչ ենք ներկայացնելու այսօր, բնակչության վերարտադրության տիպերը և ռեժիմները։ Ընկերներ, բնակչության վերարտադրության տիպերը մենք պետք է առանձնացնենք 2 տիպի։ Առաջի տիպի մեջ հիմնականում մտնում է հարգելի երեխաներ, ուսումնասիրեցիք կայքը, ամբողջությամբ հանեցիք փաստերը։ Հիմա փորձենք վերլուծության հիմքերը գրել, հա։ Այստեղ ներկայացնում էինք, որ երկրները Գերմանիան, Հնդկաստան և Բրազիլիա։ Ահա, Գերմանիայի վերլուծությունը Մարիամ ջան դուք եք կատարում։ Միջաշխատունակ տարիքի բնակչության 13.3% է կազմում։ Այս ամբողջը տոկոսներով է ընկերներ վերցած, հիշեք։ Հաջորդը աշխատունակը 63.3%։ 3%, ահա, հետ աշխատունակը 22.7%։ 22.7%։ Եկեք մի հատ մինչև մյուս երկրներին անցնելը մի հատ հիշենք։ Միջաշխատունակը դա 0-ից մինչև 14 տարեկաններ, չէ՞։ Աշխատունակը 15-ից 64 տարեկան և հետաշխատունակը մենք ասեցինք, որ 64-ից բարձր տարիքի բնակչություններ։ Շատ բարի, Սուդանինը ներկայացնենք։ Միջաշխատունակը 40%, աշխատունակը 50%, իսկ հետաշխատունակը 3.5%։
3-ից 5%, 5%, շատ բարի։ Հիմա ներկայացնենք Հնդկաստանը, Ալեքսան, ասեք։ Միջաշխատունակը, լավ, 23%, Աշխատունակը 67%, 67%, հետաշխատունակը 7%։ 7%։ Հիմա մի հատ բանավոր վերլուծություն պիտի անենք, որ ամփոփումներ պետք է ներկայացներ մեր երիտասարդը։ Լավ, գնացինք Բրազիլիան, Միջաշխատունակը 21%, 21%, աշխատունակը 70%, 70%, հետաշխատունակը 9-ից 11%։ 9-ից 11%։ Շատ բարի։ Եկեք մի հատ վերլուծենք, հասկանանք, թե սա ինչ է իրենից ներկայացնում, ընկերներ։ Օրինակ, միջաշխատունակ բնակչությունը հիմնականում որ երկրներում էր այստեղ, երբ որ զուգահեռ ենք անցկացնում, որ երկրներում էր ավելի բարձր երեխաների թիվը։ Հիմնականում Սուդանում, այո, 40% էր։ Եթե մենք նայում ենք թվերով վերլուծություն ենք անում։ Աշխատունակը Իսկ ավելի ծերերի բաժինը որ երկրում էր ավելի բարձր։ Գերմանիա։ Գերմանիայում։ Այսինքն Սուդանը զարգացած էր թե զարգացող երկիր։ Զարգացող։ Զարգացող, հա, հետամնաց էր ավելի շատ։ Իսկ Գերմանիա զարգացած երկիր էր։ Շատ բարի, ընկերներ։ Հիմա ես կխնդրեմ մեր երիտասարդը ներկայացնի ամբողջ վերլուծությունը, վերջնական պատկերը հասկանանք ուր հասանք։ Սկսենք Սուդանից։ Սուդանը ունի Սերատ կներեք, դուք պիտի ներկայացնեիք Սուրեն ջան, սերատարիքային բուրգի տեսքը, չէ՞։ Լայն հիմք թե նեղ հիմք ուներ տեսքը, լավ, ասեք։ Սուդանը ունի լայն հիմք, շատ երեխա, բարձր ծնելիություն։ Ահա, այս ցուցանիշների հիմքով արդեն պատկերացրեցինք հաջորդը։ Գերմանիան ունի նեղ հիմք, քիչ երեխա, շատ տարեցիներ ու ծերացող հասարակություն։ Ծերացող հասարակություն է, այո, հաջորդը։ Հնդկաստանը ունի լայն, բայց նեղացող հիմք, Ահա, երիտասարդ բնակչություն, դանդաղ բնական աճ։ դանդաղ բնական աճ։ Ինչ ժողովրդագրական քաղաքականություններ է տեղազդում։ Հնդկաստանում Մեկ ընտանիք, մեկ երեխա, չէ՞։ Հա, Ծնելիության մակարդակը փորձում էին բարձրացնել, թե իջեցնել։ Կարգավորել ավելի շատ, իջեցնելով կարգավորել։ Շատ բարի։ Հիմա ընկերներ, փորձենք ելքի քարտը։ Ահա, դասի ընթացքում խմբերը ներկայացրեցին ամբողջ աշխատանքը։ Դերերը բաշխվեցին, աշխատանքները արեցինք, պարզ էր ամբողջ դասը, հեշտ էր ձեզ համար։ Հիմա ելքի քարտը այս անգամ հետևյալ կերպերում արել, վերջում կատարում ենք երկու կարևոր բան, որ այսօր սովորեցիք, որ տանում եք ձեզ հետ այսօր այս դասից, ոչ թե կատարում եք, այլ արձանագրում եք։ Ինչ ենք արձանագրում։ Օրինակ, մի րոպե ձեզ ժամանակ եմ տալի, մի հատ sense իմի բերեք ձեր մտքերը։ Այսօր ինչ սովորեցիք, որ հիմա ներկայացնում ենք այսօր ինչ ենք տանում մեր հետ տուն։ Այսինքն երկու բան կամ մեկ բան, որ այսօր սովորեցինք եւ մեզ դա որպես սոցիալական հմտություն վաղուց պետք է գալու։ Մարիամ ջան, քեզանից սկսենք։ Օրինակ սովորեցինք հետազոտել, թե որ երկրներում միջաշխատունակ, աշխատունակ եւ հետաշխատունակ մարդկանց տոկոսային հարաբերությունները, ու ես իմացա, թե որ երկրում ինչքան աշխատող, չաշխատող ու հետաշխատող մարդիկ։ Լավ, Հասմիկ ջանի սովորեցինք այսօր։ Այսօր ուսումնասիրեցինք սեռատարիքային բուրգը, հետազոտեցինք երկրները, նրանց աշխատունակ, միջաշխատունակ, հետաշխատունակ տոկոսները, այսինքն հետազոտեցինք երկրների չափքան բնակչության ինչը միջաշխատունակ, հետաշխատունակ եւ աշխատունակ տարիքային կազմը։ Լավ, դուք։ Ես այսօր սովորեցի սեռատարիքային բուրգը, ինչ է եւ ինչ է իրենից ներկայացնում։ Շնորհակալություն, դուք։ Սովորեցինք, որ բուրգը Ինչի, եկեք մենք օգնենք, եկեք մենք Գարիկին օգնենք, որ մտքերը ճիշտ դասավորի։ Սեռատարիքային բուրգը ինչից էր կազմված, կանանց եւ տղամարդկանց թվաքանակը ըստ տարիքների, չէ՞։
բաշխվածությունը լավ։ Գարիկ ջան, քանի որ սա օգնում եմ, ես ուզում եմ մյուս հարցին պատասխանես։ Օրինակ, հետամնաց երկրներում սեռատարիքային բուրգը լայն հիմքեր ունենում, թե նեղ հիմք։ Ասեմ լայն։ Լայն հիմք ուներ, այո։ Ընթացքում քչանում է, տղամարդկանց քանակը քչանում է, քանի որ Մենակ տղամարդկանց, եթե չէ, բոլորը քչանում են, բայց օրինակ կան երկրներ, որ տղամարդկանց քանակը ավելի բուրգը ավելի դառնում է սուր, քանի որ տղամարդիկ ավելի շուտ են հիվանդանում եւ Մենակ հիվանդանալն է այստեղ։ Չէ, տղամարդկանց նաեւ բանակ են գնում, բանակի ընթացքում կարա պատերազմների ժամանակ զոհվեն։ Հիմա գլոբալ հիմնախնդիր է, պատերազմի հիմնախնդիր է։ Հա, գլոբալ հատկապես մեր տարածաշրջանում։ Եվ օրինակ տղամարդիկ մեծ մասը տղամարդիկ ծխում է, ծխելը նաև առողջական մեծ խնդիր է, որը հանգեցնում է մահվան։ Ահա, շնորհակալություն։ Սուրեն ջան, դու ինչ կասես։ Մենք ուսումնասիրեցինք սեռատարիքային բուրգը, սովորեցինք հաշվետվնակության տարիքը, ասենց ասեմ, միջնաշխատունակ, աշխատունակ ու հետաշխատունակ։ Տարիքի։ Լավ։ Հարցեր ունեք։ Շնորհակալություն շատ համակարգված աշխատանքի համար։